Հալելույա, Փարթիրոջի։ Ես այսօր խոսելու եմ ծառայելու կարևորության մասին։ Ինչքան կարևոր է որ մարդ ծառայի։ Ինչքան կարևոր է որ մարդ պատրաստ լինի ծառայելու համար։ Դա շատ կարևոր է, որովհետև Աստծո կամքն է ամեն մեկիս համար, որ մենք լինենք ծառայողներ։ Գիտեք, ծառայողներ այնպես չի, որ այս բեմը ծառայելու տեղն է։ Բեմն էլ է ծառայելու տեղ, բայց բեմը չի միայն ծառայելու տեղը։ Ամբողջ եկեղեցին, որ Քրիստոսի մարմինն է, Քրիստոսի մարմինը գործող օրգանիզմ է։ Քրիստոսի մարմինը շարժվող օրգանիզմ է եւ Քրիստոսի մարմինը ազդեցություն բերող մարմին է այս աշխարհի մեջ։ Եվ դա նշանակում է, որ մարմնի ամեն մի անդամ ես եւ դու, որ մարմնի ամեն մի անդամ ենք։ Ես եւ դու կանչված ենք լինելու մարմնի մեջ գործող մեկը։ Որովհետեւ եթե մենք վերցնենք ֆիզիկապես մարմնի օրինակը, չկա մարմնի մեջ մի օրգան, որ կյանքը չլինի նրա մեջ եւ չլինի շարժ նրա մեջ եւ չլինի նրա կողմից ծառայություն եւ մարմնին եւ մարմինն էլ ամբողջությամբ հասարակությանը։ Ամեն, որովհետեւ մենք մարդ ենք, որ բերում ենք մեր ազդեցությունը, մեր ծառայությունը, թե ընտանիքի մեջ, թե ամենտեղ որտեղ որ մենք հայտնվում ենք։ Բայց հասկանանք մի բան, որ այս մարմինը իր ներսում ծառայում է մեկը մյուսին։ Մարմնի ամեն մի անդամ գործում է, լինի սիրտ, լինի երիկամ, լինի մազեր, լինի եղունգներ, կապ չունի, մաշկ, ամեն մի օրգան ծառայության մեջ է։ Ամեն մի օրգան ինքը հավատարիմ է եւ գործում է։ Եվ գիտեք ինքը չի ասում տենասեսխի ասենց իմ համար։ Սաղորը նույն բանը։ Կա, չէ՞։ Պատկերացրեք երիկամը, սաղորը նույն բանը, այմար տես ինչ է իմ անելիքը, սաղորը նույն բանը, եւ նա չի հոգնում։ Նա գիտի ինչի համար է ստեղծված, նա ստեղծված է եւ ծառայում է, եւ գործում է, ֆիլտրում է շատ բաներ, կեղտոտ բաներ օրգանիզմից հեռացնում է, որպեսզի օրգանիզմը չթունավորվի։ Եվ այլն, ամեն, եւ ինչ ենք տեսնում, որ ամեն մեկը հավատարիմ է մինչեւ վերջ։ Եթե մի օրգան էլ ատկազ է անում, այդ ռուսերեն բառ օգտագործեմ։ Մարմինը շատ վատ ազգում։ Հիվանդանոց, ուզում են այդ օգնեն այդ օրգանին, օգնեն որպես այդ օրգանը լավ աշխատի, որովհետև օրգանների աշխատանքից կախված է բոլոր մարմնի գործունեությունը։ Եվ նույնպես մենք, ամեն մեկս որպես մարմնի անդամ, մեր գործունեությունից, մեր վիճակից կախված է մարմնի ամբողջ ուժը գործածելու համար։ Եվ իմացեք, որ ծառայել Աստծո կամքն է, որպեսզի ամեն մեկս լինենք եկեղեցում, ամեն մեկս լինենք Աստծո ծառայող մեկը։ Եվ ոչ միայն եկեղեցում, ծառայությունը ինքը լայն է, որովհետև եկեղեցու տեսիլքը մեծ է, եւ եկեղեցու տեսիլքը ոչ միայն եկեղեցու ներսում ծառայելն է, այլ նույնպես ծառայել մեր հասարակությանը, ծառայել, որտեղ Քրիստոսը նույնպես ծառայում էր եւ եկեղեցին նույնպես պիտի ծառայի։ Ծառայի մեր երկրին, ծառայի մեր քաղաքին, մեր ժողովրդին եւ նույնպես իմանանք, որ մենք ծառայում ենք մեկս մյուսին եկեղեցու ներսում։ Ամեն։ Փառք Աստծուն։ Ուրեմն կա կանչ բոլորի համար, որպեսզի մենք ծառայենք Աստծուն։ Բոլորը կանչված են լինելու ծառայող։ Աստծո կամքն է, որ ամեն մեկը լինի ծառայող։ Եվ գրված չի ինչ պաշտոնում։ Գիտեք, ամեն մեկի գրված չի, օրինակի համար, այ միայն ծառայողները այս պաշտոնն է կոչվում ծառայություն։ Ոչ։ Պաշտոնները տարբեր են, պաշտոնները զանազան են։ Մյուսը կանչված է հովիվ, մեկը առաքյալ, մեկը ուսուցիչ, բայց այնպես չի, որ այդ 5 պարգևներով վերջացավ ծառայությունը։ Ոչ։ Ծառայության կա ուրիշ պարգևներ, ուրիշ գործողություններ, բայց այդ ամենը միասին կոչվում է ծառայել Տիրոջը։ Ամեն։ Այնպես որ մենք պետք է ծառայողներ լինենք։ Եվ ուզում եմ ասել Եբրայեցի 12-րդ գլուխ 28-րդ խոսքից մի հետաքրքիր տեղ եմ ուզում ընթերցել։ 12:28։ Ուստի անշարժ թագավորություն ընդունած լինելով պինդ բռնենք այն շնորհքը, որով պաշտում ենք հաճությամբ Աստծուն, ահով եւ երկյուղածությամբ։ Գիտեք, պաշտել բառը ընդհանրապես թարգմանություններ կա պաշտել յուրաքանչյուր տեղ, որ պաշտել է գրված է ծառայել, որովհետեւ պաշտանմունք եւ ծառայություն նույն բառերն են։ Որտեւ ծառայելը դա պաշտանմունք է, պաշտանմունք դա ծառայելը։ Ամեն։ Եվ նայեք, եթե մենք այդ պաշտանմունք բառ ասում ենք ծառայել, շնորհքով ասում եմ պինդ բռնենք այն շնորհքը, որով ծառայում ենք հաճությամբ Աստծուն։ Ծառայում ենք Աստծուն հաճությամբ։ Հիմա ես չեմ ուզում նայենք, թե
Ինչով ենք ծառայում։ Ամեն մեկս ինչ որ տարբեր բաներով ծառայում է։ Մեկը կարգ ու կանոնի մեջ է, մեկը փառաբանության մեջ է, մեկը ավետարանչության մեջ է, մեկը տնային խմբակում ինչ որ ծառայություն անում, կապ չունի։ Մաքրության ծառայություն, որ բոլորս դրա մեջ ենք ներգրաված, այնպես որ ամեն մեկս ինչ որ մի բան անում ենք։ Դա կարևոր չի ինչ ենք անում։ Կարևոր այստեղ ես ուզում եմ շեշտենք հաճությամբ ծառայել Աստծուն։ Հաճությամբ, ուրեմն դա կարևոր մի բան է, երբ որ մենք գիտակցում ենք, որ մենք կանչված ենք ծառայելու, ես նախ եւ առաջ ուզում եմ ասել, մինչեւ ծառայելը գոյություն ունի հաճություն բառը։ Մենք պետքա ձգտենք հաճությամբ ծառայել Աստծուն։ Տիրոջ աչքերի առաջ հաճելի լինելով ծառայենք Աստծուն։ Ոչ թե ծառայենք պարտականություն, ծառայենք ուղակի, որովհետև պետքա որ այդպես լինի, այլ հաճություն բառ կա, որ Տերը Տիրոջ ուշադրությունը գրավում է, ասում է հաճելի է այս անձի ծառայությունը իմ աչքերի առաջ։ Հաճելի է, որ այս մարդը անկեղծ սրտով ու ամբողջ նվիրվածությամբ ինձ ծառայում է։ Կարևոր չի, նորից եմ ասում, ինչ է ծառայությունը, կարևոր է, որ ամբողջ սրտով, սիրով եւ նվիրվածությամբ մարդը ծառայի Տիրոջը, որովհետև այդ ծառայությունը ուղղված է Աստծուն։ Այո, մենք ծառայելով մարդկանց, մենք ծառայում ենք Աստծուն, որովհետև ինչ է նշանակում ծառայել Աստծուն, դա ծառայել մարդկանց։ Ծառայել Աստծուն, ծառայելով մարդկանց։ Ու երբ որ դու անում ես, հիշում եք Հիսուսն ինչ ասեց, այդ փոքրերից մեկին արիք, ինձ արեցիք։ Այո, փոքրերից մեկին յուրաքանչյուրին երբ որ մենք անում ենք, մենք ծառայում ենք Աստծո համար։ Եվ այդտեղ մեր սիրտը կապ չունի այդ մարդը ինչպես է անդրադառնում ինձ, կապ ունի ես ինչպես եմ վերաբերվում, որովհետև ես ծառայում եմ Տիրոջը։ Ամեն։ Հաճությամբ ծառայել Աստծուն։ Եբրայեցի 4:12 խոսքի մեջ որովհետև Աստծո խոսքը կենթանի եւ զորավոր, ամեն երկսարի սուրից ավելի կտրուկ է, որ թափանցում է, մինչև շնչի հոգու հոդվածների ծուսկի բաժանվել է, քննող է սրտի մտքերը եւ խորհուրդները։ Աստծո խոսքը քննում է մեր ներսի ամենախորը տեղը, սրտի խորհուրդները, խորունկները։ Եվ ուզում եմ ասել ձեզ, Աստված գիտի մեր սրտի խորհուրդները։ Աստված քննում է մեր սրտի ամեն ծածուկ խորհուրդները, թե ինչպես ենք ծառայում։ Եվ ես ուզում եմ ասել, որ մեր սրտի մեջ այնքան կարևոր է, որ մենք անկեղծությամբ, սիրով, նվիրվածությամբ ծառայենք Տիրոջը։ Որովհետև այո, բոլորս ենք կանչված ծառայելու, որովհետև Քրիստոսի մարմնի ամեն մի անդամը կանչված ծառայի։ Բայց ինչպես ծառայի հարցը հենց այդ ամենի մեջ է, որովհետև մարդը տեսնում է ուղակի գործը ծառայությունը, բայց Աստված տեսնում է սիրտը, ինչպես վիճակը։ Աստված մարդը տեսնում է ինչ է անում։ Աստված տեսնում է ինչպես է անում։ Ամեն։ Դրա համար այդ մենք չենք, որ քննելու ենք ինչպես է։ Աստվածը, որ ծածուկումն է ու տեսնում է ինչպես է։ Նա է սրտեր քննող Աստվածը։ Բայց ես այսօր խոսում եմ այդ կարևորության մասին, որ ամեն մեկս մեր սրտերի մեջ շտկենք ինչպես է։ Որպեսզի ինչը փառավորի Տիրոջը։ Ինչ անելը փառավորի Տիրոջը։ Նորից եմ ասում, կապ չունի ինչ ենք անում, որովհետև հիշում եք, Հիսուսն ասեց, ապրես բարի հավատարիմ ծառա, մտի քո Տիրոջ ուրախության մեջ։ Հարցը ինչ անելը չէր, ապրես հավատարիմ ծառա։ Աստված տեսնում էր ինչպես է։ Իսկ այն մեկի սիրտը, երբ որ տեսավ ծած չէ, չար, ծույլ, անիրավ ծառա։ Էլի ինչպես էր տեսել, ինչպես է որ նա չէր անում, սիրտն էր տեսել։ Ասում ես գիտեմ քեզ որ դու մի ինչպիսի մարդ ես, չէ՞։ Ինչպեսն է։ Ու Աստված քննում էր սրտերը։ Բայց այն մի ծառայի սիրտը նույնպես քննում էր։ Ուրեմն Տերը կենտրոնացած է սրտերի վրա։ Մեր սրտերի վրա։ Եվ Աստված ուզում է որ մեր ամբողջ միջև ծառայելը, եւ ասեմ որ յուրաքանչյուրս նորից եմ շեշտում որ կանչված ենք ծառայելու, միջև ծառայելը այնքան կարևոր է, որ Աստծո առաջ էլ մենք լինենք անկեղծ ու բաց։ Ամեն։ Հալելույա։ Նայեք Հայտնության 14-րդ գլխի մեջ 14-ի 13-ը։ Եվ երկնքից մի ձայն լսեցի, որ ասում էր ինձ. գրիր, երանելի են այն մեռելները, որ տերումն են ննջում։ Այսուհետև, այո, հոգին ասում է, որ իրենց աշխատանքից հանգիստ կառնեն, եւ նրանց գործերը գնում են նրանց ետևից։ Նայեք, իրենց աշխատանքից հանգիստ կառնեն։ Դա նշանակում է մինչև մեր երկին գնալը հանգիստ չկա։ Մենք աշխատելու ենք, մենք ծառայելու ենք, այսինքն բոլորն են կանչված ծառայելու մինչև հանգստի մեջ գնալը։ Ուրեմն բոլորս պետք է գործի մեջ լինենք։
Բայց նայեք գործերը գնում էին յետևից։ Աստված առաջինը ինչներ տեսնում, մինչև գործերը։ Նայեք։ Նորից այստեղի վրա ձեր ուշադրությունը հրավիր է։ Իրենց աշխատանքից հանգիստ կառնեն, նրանց գործերը գնում են նրանց յետևից։ Երանել են, որ տիրումն են, տիրոջ մեջ են այսուհետև։ Ուրեմն առաջինը լինել տիրոջը նվիրված։ Տիրոջ մեջ են այսուհետև, որից հետո գործերը գնում են նրանց յետևից։ Ուրեմն Տերը նախ եւ առաջ նվիրվածությունն է, սրտի նվիրվածությունն։ Նվիրված սիրտը, որից հետո գործերը։ Գործերը յետևից գնացող բաներ են։ Ու գիտեք, շատ անգամ մարդիկ առաջից միշտ տեսնում են գործերը, այո գործերը, բայց Աստված նայում է նվիրվածությունը, նոր գործերը։ Աստված նայում է անկեղծությունը, սիրտը, նոր գործերը։ Այնպես որ սիրելի եկեղեցի, մենք կանչված ենք գործելու։ Ուշադրություն դարձրեցիք այն խոսքին, չէ՞ որ ասացի, որ հանգիստը միայն այնտեղ է։ Դա նշանակում է մենք ամբողջությամբ պիտի ծանրաբեռնված լինենք Տիրոջը ծառայելու մեջ։ Եվ հանգիստ մի օր կառնենք, կգնանք, երբ որ գնանք, այդ հանգիստը կլինի, Տերը մեզ հանգիստ կտա, բայց նվիրված սրտից գործերը, նվիրված սրտից ծառայելը։ Ուրեմն Աստված ակնկալում ամեն մեկիցս նվիրվածություն, ամբողջական նվիրվածություն։ Ես միշտ օրինակ եմ բերում, երբ որ նվիրվածության մասին խոսք է լինում, քարոզի մեջ, ասում եմ, ով է իր կյանքում հեշտ նվեր ստացել, օրինակի համար իր ծննդյան օրը տորթով եկել են, տորթ են նվիրել իրան։ Եղել է, ով ստացել է տորթ, թեկուս պիպուճուր, սենց մոմը վրեն, թող ձեր բարձրացնել, ուզում եմ տեսնել։ Ստացել եք տորթ, ով չի ստացել։ Ով չի ստացել, ուզում եմ տեսնեմ, որ տանք։ Դու տորթ չես ստացել։ Ընդհանրապես ծնունդին, այս տորթը չէ, հիշեք հասմիկ, ծնունդին հիշեք։ Տորթով։ Եղավ։ Ուրեմն նայեք, ուրեմն գիտեք հետարքիրը որն է։ Երբ որ եկել են տորթով, դա քո տորթն է, որից հետո դու կտրել ես եւ հյուրասիրել ես։ Չէ, դա քոնն է, բայց կարել քոնն է, մենակ ուտեի, այդ քոնն է։ Դա քո տորթն է, բայց ուզում եմ ասել, ինչ ես կարծում։ Պատկերացրեք մի 7 տեղից կծած։ Նես պատկերացնում եք, չէ՞, մի քիչ պոկրտած, սենց մարդիկ սենց էլ այդ տորթը բերեն քեզ, ընդունված կլներ այդ։ Սրտիդ մեջ ինչքան է շատ անգամ լինում, որ մենք մեզանից ամբողջը չենք տալի, մենք մեզանից մի քիչ կծում ենք, թողում ենք, պահում ենք, ուզում ենք, Տեր, ես նվիրում եմ իմ անձը քեզ, բայց մի քիչ ինձ ենք պահում։ Կծած մի քիչ, այն կողմից, այս կողմից։ Գիտեք, մենք մեզ նվիրում ենք Տիրոջը։ Հիսուսը ինքը իրան նվիրեց մեզ եւ ամբողջությամբ նվիրեց։ Իրանից իրան ոչինչ չպահեց։ Իրանից իրեն ոչինչ չպահեց։ Իր ամբողջը տվեց եւ Աստված այնպես սիրեց, որ իր միածին ամենաթանկը տվեց ու իրան ոչինչ էլ չպահեց, որտեղ մեզ սիրեց։ Ու երբ որ մենք գիտակցում ենք այն զոհը, որ Աստված արել է մեզ համար, մենք ասում ենք, Տեր, ո՞նց կարամ ես իմ կյանքը չնվիրեմ քեզ։ Ո՞նց կարամ ես ապրեմ առանց քեզ։ Ես ուզում եմ նվիրված լինեմ, ինչպես դու քո կյանքը նվիրեցիր ինձ։ Ու նվիրում դա նվիրում չի, եթե ամբողջական չի։ Նվիրում նշանակում ամբողջական։ Ընդհանրապես հին ուխտում ամբողջական զոհ կար, որ ընդունում էր Աստված։ Գիտեք ողջակեզ էր կոչվում այդ զոհը։ Եվ ամբողջական զոհը երբ որ բերվում էր Տիրոջ առաջ, երկնքից կրակ էր իջնում ողջակեզի վրա։ Աստված էր ընդունում այդ ողջակեզը։ Ու մենք տեսնում ենք, որ Պողոսը գրում ասում է, ձեր անձերը ինչպես կենդանի զոհ բերեք Տիրոջ առջև։ Կենդանի զոհ, ոչ թե որ ինքներս մեզ ինչ որ զոհենք, զոհել դա կենդանի զոհ, ոչ թե զոհել։ Այլ նվիրում, ամբողջական նվիրում։ Ամեն, ամբողջական նվիրում։ Դա շատ կարևոր է, որպեսզի մեր անձերը ամբողջական լինի նվիրված Տիրոջը։ Հալելույա։ Հռոմեացի 11-րդ գլուխ եկեք բացենք։ Հռոմեացիների թուղթ 11-րդ գլուխ։ 13-րդ խոսքը։ Բայց ձեզ հեթանոսներիդ ասում եմ, որովհետև ես հեթանոսների առաքյալ եմ, իմ պաշտոնը փառավոր կանեմ, որ գուցե իմ մարմինը լինողները նախանձի գրգռեն։ Նրանցից մի քանիսին ապրեցնելով, մինչև 14-ը կարդացի 13-14-ը։
Որովհետև եթե հեթանոսների առաքյալ եմ, իմ պաշտոնը փառավոր կանեմ։ Գիտեք, իմ պաշտոնը փառավոր կանեմ։ Ուզում եմ ասել, պաշտոնը Պողոս առաքյալ էր պաշտոնով, բայց ես ասացի, որ ամեն մեկը տարբեր ծառայության են մեջ կանչված։ Եվ ամեն մեկը տարբեր ծառայության մեջ փառավոր անելու այն պաշտոնը, որի մեջ Աստված քեզ դրել է իրան ծառայելու։ Դա կապ չունի, նորից եմ ասում, ինչ ենք անում, կապ ունի փառավոր անել Տիրոջ անունը։ Որ այդ ծառայության մեջ, այն գործի մեջ փառավորվի Տերը։ Ամեն։ Եվ ես հավատացած եմ, Պողոսի օրինակը դա ամբողջական նվիրման օրինակը նույնպես։ Որովհետև Պողոսը մի ժամանակ ինքը կարծում էր, թե Տիրոջը շատ ջերմեռան ծառայում է, մինչև հանդիպես կենթանի Տիրոջը։ Հիշում եք, եւ նա սավուղ, երբ որ Հիսուսն ասեց, ինչ ես ինձ հալածում, եւ սավուղից դառավ Պողոս, եւ միանգամից նա պատրաստ էր ամբողջությամբ նվիրել իրեն եւ նվիրեց իրեն։ Ասեց, ով ես Տեր, եւ երկրորդ հարցը հետեւյալն էր, ասեց, ինչ անեմ քեզ համար։ Եվ Պողոսը որպես նվիրման օրինակ, այո, նվիրման օրինակ ամբողջական Հիսուսն է, բայց նույնպես ունենք Աստծո ծառաներին ինչպես էին ծառայում Տիրոջը։ Եվ նրանք ծառայում էին իրենց անձը դնելով։ Մենք տեսնում ենք Պողոսը գրում ասում է, երկու անգամ քարկոծվեցի, գիտեք ինչա նշանակում քարկոծվել։ Մինչև մահացած չէին թողնում քարկոծողները, չէին հեռանում։ Այսինքն ես մտածում եմ Տերը հարություն է տվել այդ երկու անգամ Պողոսին։ Որովհետև քարկոծել էին, մտածել են արդեն մահացած է, այո, միգուցե մահացել էր եւ Տերը կենթանացրել է։ Եվ նա պատրաստ էր իր անձը դրած էր ամբողջությամբ, մեռնեմ էլ կապրեմ, որովհետև մենք էլ մերը չենք, մենք Քրիստոսինն ենք, որովհետև մենք գնված ենք նրա սուրբ եւ պատվական արյունով։ Նվիրումը հենց դա է, որ ես իմը չեմ։ Ու երբ որ մարդը գիտակցում է ես իմը չեմ, գիտակցում եմ ես իմը չեմ։ Ես հասկանում եմ բայլումն եմ։ Եթե իմը չեմ ումն է։ Նրանն եմ, ով ինձ գնել է։ Նրանն եմ, ով ինձ համար գին է վճարել։ Եվ եթե ես նրանն եմ, ով ինձ համար գին է վճարել, Տեր, ինչ անեմ քեզ համար, որ փառավորվի քո անունը։ Մենք արդեն ապրում ենք ոչ թե մեր անունը մեծարելու, փառավորելու, այլ նրա անվան փառքի համար ենք ապրում։ Դա է հենց այն նվիրումը եւ հենց այդ նվիրված մարդկանց միջոցով է Տերը փառավորվում։ Ես հավատացած եմ իրականում, որ այս քաղաքի մեջ Տիրոջ անունը ավելի կբարձրանա։ Ինչի համար, որովհետև եկեղեցին կանչված է փառավորելու Տիրոջ անունը, որովհետև եկեղեցին կանչված է ազդեցություն բերելու այս քաղաքի մեջ։ Եկեղեցին կանչված է փրկության լուրը քարոզելու, եկեղեցին կանչված է ազդեցություն բերելու, եկեղեցին կանչված է լույս ու աղ լինելու, եկեղեցին ճշմարտության սյունն է եւ հաստատությունն է այս երկրի մեջ, եւ այդ սյունը պետք է բարձրանա եւ իր ազդեցությունը տարածի։ Եկեղեցին խանգարիչն է սատանայի եւ եկեղեցին այս երկրի մեջ է, որ սատանայի գործերը քանդի։ Դա նշանակում է ես եւ դու մեծ գործ ունենք այստեղ անելու այս քաղաքի մեջ, մեր ազդեցությունը, բայց ոչ թե մեր անունը բարձրանա, որովհետև մենք մերը չենք, մենք Տիրոջն ենք, որ փառավորվի Տիրոջ անունը։ Դրա համար եկեք ապրենք նվիրված Տիրոջը։ Աստված սրտեր եւ երիկամունքներ քննող Աստված է։ Ամեն։ Հալելույա։ Գիտեք, առաջի Կորինթացի 4-րդ գլուխ եկեք տեսնենք, Պողոս առաքյալը հետարքիր բան ասում։ Առաջի եւ երկրորդ խոսքը։ Թող ամեն մարդ այսպես համարի մեզ, ինչպես Քրիստոսի պաշտոնյաներ։ Հիմա ոչ միայն, նայեք, որպես պաշտոնյա, մենք տեսնում ենք Պետրոսը գրում է, որ մենք ընտիր ազգ ենք, ներողություն, ընտիր ազգ ենք, սեփական ժողովուրդ չէ, քահանայական ազգ, թագավորական քահանայություն։ Առաջի Պետրոսի թղթի մեջ է։ Այսինքն քահանայության գործն է ծառայել Տիրոջը, Աստծուց առնել, ստանալ եւ տալ մարդկանց։ Թագավորական քահանայություն։ Եվ մարդկանց վիճակը տեսնել, բարեխոսել գար Տիրոջ առաջ եւ բարեխոսություն եւ բերել Տիրոջը, որպեսի Տերը ողորմի, Տերը շնորհի, Տերը փրկի, բարեխոս լինել։ Քահանայական ծառայության։ Եվ մենք Քրիստոսով ընդունել ենք քահանայական ծառայությունը։ Ամեն մեկս Քրիստոսի մեջ թագավորական քահանայություն։ Եվ նրանում է, որ նայեք այստեղ այնպես չի, որ միայն առաքյալներին է վերաբերվում այս խոսքը, այլ ամեն մեկը, որ Տիրոջ մեջ է, ինչ որ մի բան գործում է, ծառայում է Տիրոջը, նա կոչվում է Տիրոջ տնտես, Տիրոջ ծառայող, Տիրոջ մարմնի անդամ, որ ծառայում է մեկը մյուսին։ Ամեն։ Եվ նայեք,
Առաջի երկրորդ, թող ամեն մարդ այսպես համարի մեզ, թե ինչպես Քրիստոսի պաշտոնյաներ եւ Աստծո խորհուրդների տնտեսներ։ Եվ հետո ասում է երկրորդ խոսքը. տնտեսների մեջ այն է պահանջվում, որ մեկը հավատարիմ գտնվի։ Ուրեմն տնտեսից ինչա պահանջվում։ Հավատարմություն։ Լինել հավատարիմ Տիրոջը ամեն մեկիցս։ Չէ՞ որ Տերը ինչ ասում։ Ապրես բարի եւ ինչպիսի ծառա հավատարիմ։ Հիշում եք ինչպիսի բառը։ Ինչը չէ ինչպիսին է։ Ինչ ենք անում, կանենք ինչ որ բան, բայց ինչպես ենք անում, Տերն է տեսնում։ Հավատարիմ անենք։ Հավատարիմ լինենք Տիրոջը մինչև վերջ։ Գիտեք, Մայր Թերեզան շատ լավ օրինակ է ինձ համար։ Մայր Թերեզան հավատքի հերոս։ Մայր Թերեզան մեկն էր, որ իր ամբողջ կյանքը նվիրված էր Տիրոջը։ Եվ հետարքիր ինքը թեզիսներ ունի։ Մայր Թերեզայի 10 թեզիսները։ Եթե դուք տուն գնաք ուղակի գրեք Մայր Թերեզայի 10 թեզիսները, կարծացեք ես վերջի հատվածն եմ ուզում միայն ասել։ Ասում եմ, որ դուք ծառայում եք, ինձ սկզբից նախաբան ասեմ նոր վերջինը։ Ասում եմ, իրականում մարդիկ ձեզ կմեղադրեն տարբեր բաների մեջ, շահասիրության մեջ, շահադիտական նպատակների մեջ եւ այլ եւ այլ եւ այլ։ Դուք ամենալավը կկիսվես մարդկանց հետ, բայց մարդկանց դա չի բավարարի։ Միևնույնն ասում եմ, շարունակի կիսվել քո ամենալավը։ Եվ այլ եւ այլ։ Շատ բաներ, ասում եմ, քեզ կմեղադրեն սուտ բաների մեջ եւ այլ, դու շարունակի ծառայել Տիրոջը, սենց եւ այլն, դու կկարդացնու Տիրոջը։ Եվ վերջի հատվածն եմ ուզում ասել միտքը։ Եվ ի վերջո դու կհասկանաս, որ այդ ամենը եղել է ոչ թե քո մարդկանց միջև, այլ քո Աստծո միջև։ Որտեղ դու անում ես Աստծուն, դու անում ես Տիրոջ համար։ Ու գիտեք, նա ազգեր կերակրեց։ Նա երբ որ գնաց երկինք, ազգեր սուք էին հայտարարել, շատ ազգեր, շատ պետություններ սուք էին հայտարարել, որովհետև Աստծո ծառա էր, որովհետև նա ազդեցություն էր բերել, նա իր ծառայությամբ բերել էր ազդեցություն եւ փառավորել էր Տիրոջ անունը, նրանով ցուցադրվում էր քրիստոնյայի էություն, ինչպիսին է Քրիստոսի նմանությունը, նրա ծառայության միջոցով, բայց ես ուզում եմ ասել, այո, ծառայություն, բայց ես համոզված եմ, նրա սրտից բխած ծառայություններ, նվիրվածությունից բխած ծառայություններ։ Ամեն։ Հալելույա, որովհետև մենք իր ապրած կյանքի մեջ եւ քարոզների մեջ տեսնում ենք, որ նա իրականում ապրում էր եւ ծառայում էր Տիրոջը, սիրելով Տիրոջը։ Ուրեմն տնտեսներից ինչա պահանջվում ծառայողներից, պահանջվում է լինել հավատարիմ Տիրոջը։ Եվ երբ որ ես ասացի Պետրոսի թղթից, եկեք այդ տեղը կարդամ առաջի Պետրոս 2-րդ գլուխ 5-րդ խոսքը եւ 9-րդ խոսքը։ 5-րդ խոսքը գրված է. Դուք էլ կենթանի քարերի պես շինվեցեք հոգեվոր տաճար, սուրբ քահանայություն, որ հոգեվոր պատարակներ մատուցանեք Աստծուն, որ ընդունելի է Հիսուս Քրիստոսի ձեռով։ Սա ամբողջ եկեղեցուն է ուղղված։ Եվ այստեղ մենք տեսնում ենք, որ քահանայությունը միայն հովական ծառայությունը չի, քահանայությունը մի քանի հոգին չի, քահանայությունը ամբողջ Քրիստոսի եկեղեցուն, կենթանի քարերի պես շինվեցեք։ Ամեն մեկս կենթանի քար ենք Աստծո տան մեջ եւ շինվում ենք ու ասում եմ, շինվեցեք սուրբ քահանայություն եւ հետո ասում եմ սուրբ քահանայություն ինչ անելու, որ հոգեվոր պատարակներ, այսինքն ծառայություն մատուցանի ընդունելի, Հիսուս Քրիստոսի ձեռով։ Ուրեմն ծառայությունը, քահանայությունը պատարակներ է մատուցում։ Հիշում եք պատարակ ինչ էր։ Ծառայություն։ Ծառայություն է մատուցում։ Ընդունելի Տիրոջը։ Հիմա 9-րդ խոսքը ասում է դուք ընտիր ազգ եք, թագավորական քահանայություն, սուրբ ազգ, սեփական ժողովուրդ, որ քարոզեք նրա առաքինությունները, որ ձեզ խավարից կանչեց իր զարմանալի լույսի մեջ։ Տեսնում ենք, որ ընտիր ազգ եք, թագավորական քահանայություն, սուրբ ազգ, սեփական ժողովուրդ, քահանայական ծառայությունը կանչված է, այսինքն ամեն մի քրիստոնյա կանչված է, որ հոգևոր պատարակներ մատուցի, ծառայություն մատուցի։ Եվ այդ ծառայությունը մատուցելը պետք է լինի անկեղծ հիմքից, սրտանց, նվիրված եւ Տիրոջը փառավորող։ Ամեն։ Գիտեք, նախ եւ առաջ քահանայությունը, երբ որ մենք տեսնում ենք քահանայությունը, օրինակ ով ունեն քահանայության օրինակ։ Հին ուխտի մեջ օրինակի համար քահանայությունը Մելքիսեդեկն էր եւ քահանայությունը Ահարոնն էր։
Ահարոնը, չէ, Ահարոնից ղևտացիական ծառայությունը։ Օրինակ Մելքիսեդեկը ներկայացնում է քահանայության այս երեսը։ Մելքիսեդեկը ներկայացնում է Աստծուն, ինչպիսին է Աստված։ Ասում է, չէ, Հիսուսի հետ համեմատվեց։ Ոչ սկիզբ ուներ նրան եւ այլ, չէ, ինչպիսին պիտի լինի Աստված։ Ուրեմն ծառայության մեջ պետք է երևա ով քահանայության մեր որպես մարդիկ պետք է երևա Աստված ու փառավորվի Աստված։ Եվ Ահարոնի խորհուրդը քահանայության մեջ ծառայություն մարդկանց։ Ուրեմն ծառայել Տիրոջը դա նշանակում է ներկայացնելով Տիրոջը ծառայել մարդկանց։ Մելքիսեդեկի եւ Ահարոնի օրինակը որպես քահանայություն։ Նա ներկայացնելով Տիրոջը, Տերը, այդ ամենի մեջ երևա Տերը, քո ծառայության մեջ, քո կյանքի մեջ, քո քրիստոնեությունը դա իրականում Քրիստոսի ճանապարհով քայլելն է։ Դա նշանակում է քո կյանքի մեջ երևա Տերը եւ քո ծառայության մեջ երևա Տերը։ Ամեն։ Եվ այդ ծառայությունը ուղղված դեպի մարդկանց։ Ահարոնի ծառայությունը ուղղված դեպի մարդկանց, Մելքիսեդեկի ծառայությունը դե Աստծուն ներկայանալու խորհուրդն է։ Ահարոնի խորհուրդը դա մարդկանց ծառայելու խորհուրդն է։ Ամեն։ Դրա համար շատ կարևոր է, որ մենք իրականում այս քահանայության մեջ ըմբռնենք մի բան, որ մենք Տիրոջն ենք ներկայացնում։ Մենք Աստծուն նման ենք, մենք Աստծուն պետքա ներկայացնենք այս երկրի մեջ, չէ՞ որ Աստված մարդուն ստեղծեց իր կերպարով, իր նմանությամբ։ Այո, մեղքը հեռացրել էր եւ Քրիստոսի մեջ մենք վերականգնվեցինք։ Քրիստոսի մեջ մենք նմանվեցինք, որտեղ կերպարը կար, բայց նմանությունից հեռացել էինք։ Քրիստոսի մեջ ենք մենք վերականգնվում այդ նմանության մեջ։ Գիտեք, այնքան կարևոր է բնավորությունը, որովհետեւ դու երբ որ Աստծո հետ շփվում ես, Աստված քո սրտի մեջ դու փոխվում ես, նմանվում ես Աստծուն, բայց երբ որ դու ծառայում ես մարդկանց հետ, մարդկանց մեջ, գիտեք մարդիկ քո ինչի հետ են շփվում, քո բնավորության հետ։ Որովհետև քրիստոնյան պետք է ունենա բնավորություն, եթե նա իր բնավորության մասին չմտածի, այդ կվնասի մարդկանց։ Մենք պետք է ուշադիր լինենք ծառայող որպես Քրիստոսի մարմնի անդամ, որ կանչված ենք Տիրոջը ծառայելու ու փառավորելու, մենք պետք է նայենք մեր բնավորությանը, ինչպես ենք մենք ծառայելու Տիրոջը։ Վերջի վերջո մեր ծառայությունը կապված է մարդկանց հետ։ Մեր ծառայությունը ուղղված է մարդկանց եւ մեր բնավորության վրա պիտի մենք ամեն մեկս աշխատենք, ինչպես կվարվեր Հիսուսը, այդպես վարվենք։ Չէ՞ որ մենք գիտենք, սերը Իրանը չի փնտրում։ Սերը չի նախանձում, չի ուրախանում անիրավության վրա, ուրախանում ամեն մի ճշմարտության համար, չի գոռոզանում, չի հպարտանում, չարը չի մտածում, չէ՞, եւ այլն։ Մենք տեսնում ենք, որ այդ սիրո պտուղն է, սիրո գործը, որ այդ մարդիկ պետքա լինեն, տեսնեն։ Հիշում եք, ես անցած ծառայության օրինակ եի բերում այն ծնծխային խփելով ու ասում էի, եթե սեր չունենանք, ահա մեր աղոթքային, որ ասում եմ, չեմ կարողանում լսել։ Եթե առանց սիրով է մեր ծառայությունը, առանց սիրով։ Ուրեմն մեր բնավորության վրա պետքա մենք աշխատենք, որովհետև ծառայությունը մարդկանց հետ է։ Աստծուն ծառայել առանց բնավորության, կներեք, չի ստացվել, չի լինելու։ Դատապարտված է, ձախողման։ Աստծուն պետք չի քո տաղանդը, եթե չունես բնավորություն։ Աստծուն պետք է քո բնավորությունը, քո տաղանդը ավելի կփայլի։ Ես չեմ ասում պետք չի ընդհանրապես տաղանդ։ Ես ասում եմ պետք է բնավորությունը սկզբից, նոր հետո տաղանդը։ Որովհետև ինչն էր գնում սկզբից նվիրվածությունը, գործերը հետևից։ Գործերը դա տաղանդի արդյունք է։ Որտեղ մեկը տաղանդ ունի նվագելու, մեկը տաղանդ ունի նկարելու, մեկը տաղանդ ունի երգելու, մեկը տաղանդ ունի ասմունքելու, մեկը տաղանդ ունի ընդհանրապես կառավարելու, մեկը տաղանդ ունի պլանավորելու, մեկը տաղանդ ունի կարգ ու կանոն պահելու, մեկը տաղանդ ունի եւ այլ եւ այլ եւ այլ։ Տարբեր են տաղանդները։ Իսկ բնավորությունը ով է լսել այս արտահայտությունը, որ ասել է լավ բժիշկ է, բայց չեմ ուզում մոտը գնամ։ Տաղանդ ուներ, չէ՞, բայց մարդիկ չեն ուզում մոտը գնան։ Ինչի պատճառով? Բնավորության պատճառով։ Իսկ Հիսուսի մոտ ի՞նչն էին տեսել, տաղանդը թե մեղավորների ընկերա կոչվում։ Սեր էին տեսել։
վերականգնում էին տեսել, ընդունելություն էին տեսել, բնավորություն։ Սիրելի եկեղեցի, ես գիտեք ինչ կարող է, ուզում եմ ասել, հավաքների ծառայության։ Բայց Աստված ասեց, որ ես խոսեմ այս ծառայության ժամանակ։ Որովհետև բոլորն են կանչված ծառայելու Տիրոջը։ Տերը ուզում է, որ դու ծառայես իրան, բայց դու պետք է իմանաս քո բնավորության վրա ինչքան է Տերը կենտրոնացած։ Գիտեք, եկեղեցի բոլորը կարող են մտնել։ Դուռը բաց է բոլորի համար։ Եվ Աստված բոլորին կանչում է իրան ծառայելու համար, բոլորին։ Բայց Աստված ուզում է, որ այդ ամենի մեջ իր անունը լինի փառավորված։ Եթե մենք նայենք պտուղներին Սուրբ Հոգու, մենք կտեսնենք այ դրանք, որ պետք է մեր մեջ երևան։ Սերը, ուրախությունը, խաղաղությունը, արդարությունը, չէ՞։ Եվ այլ 9 պտուղ, ժուշկալությունը, համբերությունը, հավատքը, բարությունը, այդ բոլոր 9 պտուղները ուշադրություն դարձրեք, որ այդ ամենը մարդիկ օգտվելու են հենց այդ ամենից։ Բարություն, դա քեզ է, դի մարդկանց է, մարդկանց մեջ է երևում։ Ժուշկալություն, այդ քեզ է։ Դու ժուշկալ ես, բայց մեկը քո ժուշկալությունը զսպվածություն բառն է։ Մեկը էլի օգուտ է մարդկանց։ Բայց եթե ժուշկալ չլնես, մարդիկ ինչ կլինեն։ Զսպված չլնես, դու քեզ զսպում ես վատը չանելու համար։ Եվ որ զսպված չլնես, հա վատ անես, մարդիկ կտուժեն։ Միևնույնն է, բոլոր պտուղներից մարդիկ օգտվում են։ Ու գիտեք, ասեմ մի բան։ Պտուղը Տիրոջին չի։ Տիրոջինն է, պտուղը մերը չի։ Երբ որ մենք ով է լսել սենց արտահայտություն։ Իմ պտուղը։ Իմ պտուղը։ Պատկերացնեք ծառնասի ես խնձորն իմն է։ Խնձորի ծառնասի իմ խնձորը։ Ինչքան է իրանը։ Ժամանակը գալիս ընկնում է։ Չքաղեց Տերը, ընկնելու է, չի կարա պահի ինքը։ Ծառը արտադրում է, բայց իրանը չի։ Նա արտադրում է։ Գիտեք, մեր մեջ Սուրբ Հոգին է, ապրում Աստված։ Մենք արտադրում ենք այդ պտուղները, որտեղ ոչ թե մենք, այլ Սուրբ Հոգին, որ մեր մեջ է։ Այդ բնավորությունը ձևավորվում է մեր մեջ, բայց այդ պտուղները օգտվում են մարդիկ։ Այդ պտուղներից օգտվում են մարդիկ։ Ընդհանրապես Սուրբ Հոգու պտուղներ չի, պտուղ է, մեկ բառով է պտուղ, այդ 9 դրսևորման, մեկ պտուղ այդ 9 կերպ դրսևորում կա։ Ամեն։ Просто օրինն մենք ներ ենք ասում, էլի։ Просто յուրահատուկ պտուղ է, որ ամեն տարբեր համերի, մի պտուղ լիքը համեր ունենա։ Էդի մենակ Աստված կարող անի։ Ամեն։ Գիտեք, հիշում եք ինչ ասում Աստծո խոսքը։ Աստծո արքայությունը ինչ չի։ Ով է հիշում այդ տեղը։ Հռոմեացի 14:17, եկեք բացենք Հռոմեացի 14:17։ Որովհետև Աստծո արքայություն ուտելիք ու խմելիք չի, այլ արդարություն եւ խաղաղություն եւ ուրախություն Սուրբ Հոգով։ Որովհետև եւ 18-րդ խոսքը ուզում եմ շեշտել։ Մենք հասկացանք, որ Աստծո արքայություն ուտելիք ու խմելիք չի, այլ ուրախություն, խաղաղություն եւ արդարություն Սուրբ Հոգով։ Եվ 18-ը, որովհետև նա որ սրանցում Քրիստոսին ծառայում է, ինչի մեջ, արքայության մեջ, իսկ որն էր արքայություն, ուրախություն, խաղաղություն եւ արդարություն Սուրբ Հոգու մեջ։ Ուրեմն նրանց այդ ամենի մեջ պետք է ծառայել Քրիստոսին։ Արքայության մեջ, խաղաղությունով, ուրախությունով, սիրով, հա? Արդարությունով, սրանցում Քրիստոսին ծառայում է, ինչ ասում, Աստծուն հաճելի է մարդկանցից գովելի։ Ուրեմն Աստված տեսնում է մեր սիրտը եւ ասում է, այո, հաճությամբ եմ։ Այսպիսի պետք է լինի ծառայողը։ Այսպիսին պետք է լինի իմ զավակը։ Այսպիսին ես տեսա ու հավանեցի։ Ամեն։ Եվ մեր ծառայությունն էլ մարդկանցից գովելի կլինի։ Բայց գիտեք, այնքան այսօր աշխարհում շատ ծափարությունների արժանի ծառայություններ կա, ծառայողներ կան, շատ, բայց ինչքանն է այդ ամենից փառավորվում Աստված։ Ինչքանը։
Իսկ կարելի եմ ասեմ շատ քիչ։ Այն որ եկեղեցուց է արվում, հա, ոնց որ ասած, որտեղ Տիրոջը փառավորել, բայց մարդիկ ամեն մեկ իրենց փառքն են փնտրում դրա մեջ։ Ամեն մեկ իրենց անունն են այդտեղ դնում, ամեն մեկը տարբեր բաներ են դնում, բայց ոչ Աստծուն փառավորելը։ Այո, մարդիկ կարան ծափարեն մեզ, կարան։ Ասեն էս ինչ լավ արեցիք, ապրեք, բայց այնքան կարևոր է որ մենք ասենք նրանն է փառքը, որտեղ Աստված աներ գործում այդ ամենի մեջ։ Այնքան կարևոր է որ մենք ինչ էլ որ անենք, ինչպես Պողոսն է ասում, ուտեք, թե խմեք, թե ինչ գործ էլ որ անեք, նրա փառքի համար արեք։ Գիտեք, Աստված հրաշալի Աստված է, նա սիրող հայր է։ Նա երբեք մի բան չի ասում արա, եթե ինքը չի արել մեզ համար։ Նա իր ամբողջն է, նորից եմ ասում, իր ամբողջ կյանքն է մեզ համար տվել։ Այն Աստված, որ այն տառապանքի ճանապարհով անցավ, այդ Աստված չի ուզում որ դու անցնես այդ տառապանքի ճանապարհը, բայց ուզում է միևնույնն է հալածվելու ես, բայց ինքն է անցել փրկության համար ու նա տվել է մեզ փրկությունը։ Ուղղակի մեզ պետք է ապրել նրան փառավորելու համար, որտեղ նա մահացավ մեր մեղքերի համար, որ մենք ապրենք նրան փառավորելու համար։ Նա հարություն առավ մեզ արդարացրեց, բայց մենք պիտի ապրենք, որ նրա անունը լինի փառավորված։ Ամեն։ Դրա համար խնդրում եմ քեզ, ուղղակի քո սերը, քո հավատարմությունը, քո աղոթքները, քո նվիրվածությունը, որը որ ծածուկ տեղն է։ Գիտես, եկեղեցում շատ բան չի երևում, բայց ամեն այն ծածուկ տեղ Աստված քո սիրտն է տեսնում։ Եկեղեցում չի երևում դու աղոթքի ինչքան կյանք ունես, էդի եկեղեցում չի երևում դու Աստվածաշունչ կարդալ ունես, չունես։ Բայց ընդհանրապես Աստված ուզում է որ դու իրեն ճանաչես։ Նվիրված մարդը, օդի, գիտեք այն մարդը, որը որ ապրում է, նա օդ է շնչում։ Նա պահանջ ունի, օդը իր կյանքի ապրելու համար ամենակարևոր մասն է։ Օդ, ջուր, չէ, կյանքի ապրելու համար ինչ է պետք մարդը։ Օդ շնչի, ջուր խմի եւ այլ ապրելու համար Աստված է կյանքը։ Նա մեր օդն է, մեր ջուրն է, երկնքից եկած հացն է։ Մենք պետք է իրեն ճանաչենք, մենք պետք է Աստծո խոսքը կարդանք, մենք պետք է աղոթքի կյանք ունենանք, սրտից սիրտ հարաբերություն են ծածուկ սենյակը, որը որ կա մեր կյանքում, այդ ծածուկ սենյակը գիտեք որն է։ Երբ որ դու ես ու Աստված ու գնում ես իր հետ շփվելու աղոթքի կյանքը։ Ու այդ ոչ հովիվն է տեսնում, պետք է չի հովիվը տեսնում։ Այդ Աստված է տեսնում։ Այդտեղ է շատ բաներ ձևավորվում մեր կյանքի մեջ։ Այդտեղ է որ Աստված շատ բաներ դնում է մեր սրտի մեջ։ Այդտեղ է որ Աստված շատ բաներ փոխում է մեր կյանքի մեջ, մեր սրտերի մեջ։ Այդտեղ է որ ձևավորվում է մեր սիրտը իր պատկերի պես։ Ամեն։ Ու ինքան կարևոր է որպեսի նորոգենք այդ ծածուկ սենյակը, որը որ կա։ Նորոգենք։ Գիտեք ինչ է նշանակում նորոգել։ Նորովի, հա, ռեմոնտ անել։ Պատերը ներկել, դե թարմացնել, այնքան կարևոր է որ դու այդ սենյակը պատրաստես, այդ սենյակը, որտեղ Տիրոջ հետ հանդիպման սենյակն է։ Գորշ գույներով մի ներկի, լուսավոր ներկի, սպասում ունեցի, որ դու հանդիպելու ես Տիրոջը։ Եվ ամեն օր, ինչպես Ադամը, հիշում եք, ամեն օր Աստված իրիկվա հով ժամին, ով ասիրում ամառվա հով ժամին ման գալ։ Դա լավ ժամանակ է, չէ՞։ Գիտեք, մարդիկ շատ անգամ իրենց ավելցուկն են ուզում տան, հա ժամանակ չունեցա այսօր աղոթեմ։ Այն լավ ժամանակը պետք է տալ Աստծուն։ Այն լավ ժամանակին, եթե մենք ժամանակ ունենք շատ բաների, Աստծուն չունենք, դա նշանակում Աստված մղվել է հետև։ Բայց Աստված հետևում չի, Աստված ամենակենտրոնում է։ Աստված մեր առանցքն է, մեր կյանքն է։ Մենք պետք է, այո, եթե դու չես կարողանում բոլորին քնացրու, մայրեր, հիշեք։ Այն որ սաղ քնում են, դու էլ վերջում ամաները լվանում ես, որ հետո, չէ, այդ ամենը անելուց հետո Աստծո հետ էլ հանդիպում։ Ունեցի, եթե այդ ամենը կարում ես զոհես անես, այդ էլ մի քիչ զոհի արա։ Եթե ցերեկը չես գտնում ժամանակ, վազքի մեջ ես, գիշերը կա ու կա, ոչ էլ նկդի զարթնի։ Այն որ մի բան շատ ենք ուզում, այնքան շատ ենք անում։ Այնքան լավ ենք անում։ Ուղղակի դա ներսի պահանջարկ պիտի բարձրանա մեր մեջ։ Տիրոջ հետ հարաբերությունը, Տիրոջը սիրելը, Տիրոջը նվիրված լինելը։ Դա նույնպես երևում է, թե ինչքան ենք մենք իր հետ ժամանակ անցկացնում։
Ինչպես կարանք շուրթերով ասենք նվիրված ենք ու իր հետ ժամանակ չանցկացնենք։ Նվիրվածը անցկացնում է ժամանակ նրան, ում որ նվիրվել է, նրա հետ։ Դա այնքան կարևոր բան է, որ դու ինքդ քեզ քո համար նայես, դու նվիրված ես Տիրոջը, թե չէ։ Ես չեմ ասում նվիրվածել չես, ես ասում եմ նորոգի։ Բոլորս էլ տեղ ունենք թարմացնելու, բոլորս էլ տեղ ունենք ավելի շատացնելու։ Նենշի որ մենք հասանք այն կետին, որ էլ վերջ ճանաչեցինք, էլ այն որ ասում ամբողջական էսեր։ Ոչ, մենք տեղ ունենք աճելու, բոլորս տեղ ունենք աճելու։ Եթե դու ստեղ ես, դա խոսում այն բանի մասին, որ դու գնահատել ես այս ժամանակը, սիրում ես Տիրոջը։ Այո, բայց իմ ասածն է ավելի խորացրու քո հարաբերությունը։ Իմ ասածն ավելի արմատներդ խորացնելու, ավելի նրան ճանաչելու, որովհետև դրանից է կախված այն մեր երևացող բաները, որոնք դեռ լինելու է մեր կյանքի մեջ։ Այս չերևացողից է լինելու երևացողները։ Ընդհանրապես ամեն բան չերևացողից եկավ։ Ոչինչ չկար, չերևացող էր։ Աստված ասեց ու չերևացողից եկավ իրականություն։ Խոսքը բերեց տեսանելի դարձրեց ամեն բան։ Միշտ չերևացողից է սկսվել երևացողները։ Նույնպես մեր կյանքի ամեն մի ծառայություն, ամեն գործ, որը երևացող է, ինչ էլ որ անում ենք, որ երևում ու մարդիկ տեսնում են, նրա հիմքը պետք է լինի չերևացած նվիրվածությունն ու սերը դեպի Տիրոջը։ Եթե հիմքը ուրիշ է, ուրեմն դե մենք ենք փառավորվում։ Եթե արմատը սերը չի դեպի Տիրոջ ու նրա անունը փառավորելը, ուրեմն սխալ ինչպեսի հետ հարց ունենք։ Ամեն։ Այնց դա է, որ մենք ինչ էլ որ անենք նրա փառքի համար, սիրենք Տիրոջը անկեղծությամբ, ծառայենք Տիրոջը անկեղծությամբ, ծառայենք մեր կյանքի ամբողջ ընթացքի մեջ։ Այն Աստված, որ իր կյանքը տվել է, նա ցույց տվեց, որ ինչքան է մեզ սիրում։ Իր կյանքը տվեց մեզ համար, նա թաղվեց, երրորդ օրը հարություն առավ ինձ ու քեզ արդարացնելով։ Այդ Հիսուսը հարություն առել կենթանի է։ Այդ Հիսուսը թակում ամեն մեկի սրտի դուռը, որպեսի գա ու ապրի այդ Հիսուսը, որը հաղթել է մահին, Հիսուսը, որ հաղթել է անեծքը, Հիսուսը, որ հաղթեց խավարը, նա կենթանի է, լուսավորել է եւ կանչում ամեն մեկիս իրան ծառայելու համար, իրան նվիրված ապրելու համար։ Քրիստոնեությունը միայն ասել չի, քրիստոնեությունը նվիրված մարդկանց ապրելակերպ է։ Առանց նվիրման չկա քրիստոնեություն։ Որովհետև Հիսուս ինքը, գիտեք հետարքիրը որն է, նա աղոթք էր անում, Հայր մեզ մեկ, ինչպես մենք ենք մեկ։ Հիշում եք, նրանց որ ինձ տվիր, մեկ արա։ Աստված ուզում է, որ մենք իր հետ մեկ լինենք։ Ես ուզում եմ ասել Հովհաննեսի 17-րդ գլխի մեջ դա Հիսուսի աղոթքն է։ Նայեք, Հիսուս այս երկիր եկավ որպես մարդ։ Նա մարդացավ, մարմին հագավ։ Մարմին արդեն խոսում է մարդկային էության մասին։ Եվ նպատակը ինչի համար Հիսուսը մարդ դառավ ու ծառայեց մեզ, որովհետև մարդն էլ մեղան չէ, մարդն էլ պետքա վճարեր մեղքի գինը։ Եվ մարդն էլ պետքա գինը վճարեր։ Եվ Հիսուսը մարդ դառավ ու վճարեց գինը։ Ու բացեց երկինքը։ Բայց այդ արքիրը որն է, որպես ծառայող, հիշում եք ինչ արեց, վերցրեց սրբիչը ու լվաց իր աշակերտների ոտքերը։ Ու ասեց այսպես. ամենամեծը լինելով, ասում ամենափոքրի պես, մեծ եք ուզում լինեք, փոքրի պես եղեք։ Բայց նայեք Հիսուսը Հովհաննեսի 17-րդ գլուխը այդ աղոթքը կարծես իր ծառայության հաշվետվություն լինի։ Տեր ոչ մեկ չկորավ, բացի այն մեկից, որ կորստյան որդի էր։ Բոլորին պահեցի, բոլորը էս, բոլորն են իր ծառայության համար աղոթքի մեջ ոնց որ հաշիվ տա, հաշվետու լինի։ Գիտեք այնքան կարևոր է, մենք էլ ժամանակ առ ժամանակ կանգ առնենք, հաշիվ տա։ Ինչպես արեցինք, ինչ արեցինք։ Հովհաննեսի ավետարան 17-րդ գլուխ 4-րդ խոսքը Հիսուսն ասում է 17:4 ամբողջ 17-ը որ կարդաք կտեսնեք Հիսուսի աղոթքն է 4-րդ խոսքում այսպիսի խոսք ասում Ես քեզ փառավորեցի երկրի վրա այն գործը կատարեցի որ տվեցիր ինձ որ անեմ այն գործը կատարեցի իմացեք Տերը ամեն մեկիդ կանչել է անելու գործ ուրեմն նայեք ես քեզ փառավորեցի երկրի վրա այն գործը կատարեցի ուրեմն Տերը փառավորվում է երբ որ մենք կատարում ենք այն գործը ինչի համար որ Տերը մեզ կանչել է անելու ես փառավորեցի քեզ եւ արեցի այն գործը ինչ որ ես պիտի անեի ով է համաձայն որ ինքը կանչված է ինչ որ գործ գործելու
Դու պատահական չես հայտնվել այս աշխարհ։ Տերն է քեզ ընտրել։ Պատահական չի, որ դու այս ինչյան ազգանունն ես կրում։ Պատահական չի, որ դու այս ժամանակաշրջանի մեջ ես ծնվել։ Այդ ծնողներից ես ծնվել։ Պատահական չի, որ քո միջավայրը հենց այդ մարդիկ են, որտեղ Տերը չի սխալվում։ Տերն է քեզ ընտրել, դրել, որ դու գնաս ու պտուղ բերես, որ դու գործես ու իր անունը փառավորես։ Այստեղ հարցը. արդյոք մենք կարող ենք կանգնել Տիրոջ առաջ ու ասել. Տեր, արեցի այն գործը, ինչ որ ինձ ասեցիր, որ անեմ ու փառավորեցի քո անունը։ Մտածելու տեղիք տալիս է թե չէ։ Տերը ամեն մեկիդ կանչել է, որ գործեք։ Ամեն մեկիդ։ Ես ասեմ մարդիկ կան, որոնք կանչված են լինելու արտադրողներ։ Գիտեք, արտադրողը անունը շատ չի երևում։ Արտադրանքն է երևում։ Մարդիկ կան, իրականում կանչված են լինելու տնային խմբակի ավակ։ Բայց իրանց արտադրանք առումով ճիշտ հասկանանք, էլի ես չեմ ուզում առարկայացնեմ ոնց որ մատերիալական այդ անումով մարդը արտադրի շատ հովիվներ օրինակ եմ։ Կարող է այդ խմբակի շատ հովիվներ բարձրանալ։ Գիտեք, իր արտադրանքը երևալու է, բայց արտադրողը չէ։ Բայց ինքը կանչված է դրա մեջ։ Ինչ է, սիրտը պիտի պահի, որ հանկարծ չնեղվի։ Հլստենայ, այսքան հովիվ բարձրացրի մեկը եւ այլ, հա։ Բայց ես ուզում եմ ասել, կարա տես բան լինի։ Միշտ մտածի, ես ուզում եմ արտադրող լինեմ։ Միգուցե մեկը կանչված է շատ արտադրի, չգիտեմ, էլի, ինչ որ ծառայողներ։ Դու աշխատես մարդկանց հետ ու այդ մարդիկ հաստատվեն ինչ որ դուրս ծառայությունների մեջ։ Բայց դու ես այդ արժեքները քո միջոցով Աստված սովորացրել։ Բայց գիտես, արտադրանքը կարա երևա։ Բայց դու չէ։ Արդյոք պատրաստ ես, որ դու չերևաս ու տեղ Աստված երևա։ Այ Աստված ուզում է այդ լինի մեր սրտի մեջ։ Ուզում եմ մի բան էլ ասել։ Եվ այն տեսիլքը, որ ունենք մենք կյանքի խոզ եկեղեցին, այդ ամբողջ տեսիլքը չեմ ասում, տեսիլքի մի մասը։ Եվ այն ժամանակը ինչի մեջ որ հիմա Աստված մեզ տանում է։ Գիտեք, մենք մարգարեական խոսք ունենք նույնպես, որ արթնությունը լինելու է ոչ թե դեմքերի միջոցով անհատների, հա, մեկ անհատների, այլ թիմերի միջոցով։ Թիմային։ Եվ գիտեք թիմը ինչ է։ Թիմը եսը չի, թիմը մենքն է։ Ես ներևացող է։ Իսկ մենքը չի երևում։ Մենք արեցինք։ Ես աղոթեցի, բժշկվեց։ Լավ է, ես պիտի աղոթեմ, բայց բժշկողն ով է։ Ահա։ Ուրեմն ես աղոթեցի, Տերը բժշկեց։ Էլի դու մենակ չէիր։ Էլի դու Տիրոջ հետ էիր։ Տերը բժշկեց։ Բայց հենց նայեք ինչպես ասում, ես աղոթեցի, բժշկվեց։ Կամ էլ այսպես։ Ինչ ասեմ, որ չնեղվեն։ Փառաբանություն ձեզի նկատի չունեմ, բայց փառաբանությունից բերեմ։ Որպես ասենց, հա, տեսակ ինչ մանյովր արեցի իրենց։ Այդտեղ ինչ մի հատ մարդը լացեց։ Անենց ձեն բարձացրի, կապավելի սենց հուզվեց։ Աստծո ներկայությունն եկավ։ Տեսեք, Աստծո ներկայությունն եկավ։ Աստծուն վերապրեց։ Օրինակ եմ ես բերում, բայց եթե Տերը չանի, զուր են շինողները։ Տերը չկպնի, մարդիկ չեն փրկվի։ Մարդիկ կլացեն կգնան առանց փոխվելու։ Շնչավոր մի բան, կամ չեն լացի։ Կգնան, բայց փոփոխություն չի լինի։ Գիտես, այնքան կարևոր է Տերը կպնի։ Այնքան կարևոր է, որ նվագողն էլ հասկանա, որ ես թիմի մեջ եմ նվագում։ Ես մենակ չեմ։ Ես մի ակորդ խփեցի, բայց բոլորը խփեցին։ Երբ որ երկիչ ասի, ես երկեցի, բայց ինձ հետ թիմը միասին արեց, մենք միասին փառավորեցինք Տիրոջը։ Նույնը բոլոր ծառայողները, նույնը բոլոր մարդիկ, որ մենք միասին ենք անում։ Մենքի մեջ պաշտպանություն կա։ Ասում եմ, վայ մեկին, որ ունի կնգա, չկա մի երկրորդ, որ իրան վեր կացնի։
Եսը միշտ ուզում է երևա ու սաղին բրթում է, որ հանկարծ չբարձրանան ինքն երևա։ Մենքի մեջ ասում եմ երեխեք ես հետ եմ քաշվում։ Ես Միքայել հետ եմ անում, որ բոլորս երևանք։ Արդյոք մենք պատրաստ ենք իրականում Միքայել հետ անելու, որ Տերն երևա։ Հիշում եք ինչ ասեց Հովհաննես Մկրտիչը։ Ժամանակն եկել է, որ ես իջնեմ, որ նա բարձրանա։ Սմիթ Վիգերսվորթ անունով մի Աստծո ծառա կար։ Եվ մի օր աղոթքի մեջ Աստված ասեց. Սմիթ, ես քեզ կայրեմ այնքան, որ քեզանից ոչինչ չի մնա։ Որ Աստված կերևա։ Ուզում եմ ասեմ, որ ինքը իրականում Աստծո հզոր ծառա էր։ Նրա ծառայությունների ժամանակ 12 մեռել է հարություն առել։ Շատ ամբուժելի հիվանդություններ են բժշկվել եւ այլ եւ այլ։ Բայց պատճառը գիտեք որն է, որ Սմիթը չէր երևա։ Որ Տերն էր երևա։ Եվ հետո մարդիկ որոշեցին իրապես վարվել։ Ոչ թե Աստծո նման, Աստծո ծառան ստանան։ Իրապես խայտարակվեցին։ Սմիթը մի անգամ ծառայության ժամանակ վերցրել է մի մեռելի, սկսել է իր հետ վազել։ Մեռելը հարություն առել։ Աստված ասել է արել է, հետի չի հարցը։ Հարցն է, որ մեկ ուզեցել է կրկնօրինակի, մտածում է այդ ճանապարհն է, որ չի եղել այդ բանը։ Լսեք, Աստվածը հարություն տվող Աստվածը։ Աստվածը բժշկող Աստվածը։ Եթե դու գալիս ես եկեղեցի, ուզում ես քեզ համար աղոթեն, Տերն է բժշկող, իրանից ունեցի սպասող։ Լսի, մենք ամեն մեկս նրա գործակիցն ենք։ Նա մեզ օգտագործում է, բայց նա է անողը։ Ու դու, երբ որ ասում եմ լինել ծառայել Տիրոջը, մի բան հասկացի, ճանաչի նրան, ում որ ուզում ես ծառայես։ Ճանաչի ու նվիրվի նրան, ապրի նվիրված կյանքով, ով որ քեզ կանչում է ծառայության մեջ։ Իսկ եթե դու նվիրված ես, դու քիթ ու մռութ չես անում ոչ մեկի հետ։ Դու նրանն ես։ Դու քո թիմակիցների հետ սիրով ես վարվում։ Դու մերոնք ձերոնք չես անում, աշխարհի մտածողությունը չես բերում։ Դու բերում ես երկնային մտածողությունը, սերը, դու հասկանում ես, որ թիմային գործի մեջ դու պետք է իրարից բռնված լինես։ Դու դուր չես փակում մեկի վրա, որ ասում ես, այս մեկը պիտի չգա կամ էլ որ եկավ այսպես, այնպես։ Դու դուր չես փակում, դու ընդհակառակը։ Դու դուր ես բացում, որ թեկուզ սխալվել են, որ գան ու վերականգնվեն, այն մարդիկ, ովքեր կարան Հիսուսի պես վարվեն, Աստված նրանց է ընտրում ու բարձրացնում։ Ովքեր կարան քայլ անեն այն ընկածին, ովքեր կարան քայլ անեն այն մեկին, ով որ սխալվել է ու գնան ու ասեն, այո, Աստված ուզում է, որ դու կանգնես։ Ոչ թե մենք հատուկ մեկն ես, ոչ հատուկ, ամեն մեկը եք հատուկ։ Հիսուսն եկել է մեղավորներին փրկելու համար։ Ժողովուրդ, այս ամենը սրտի մոտիվները, որ Աստված է տեսնում։ Այս ամեն մեկը սրտի դրդապատճառները, որ Աստված է տեսնում։ Նորից եմ ասում, այս թեման ծառայողական թեմա է։ Տերն ասե խոսում եմ։ Այդ նշանակում է Աստված ուզում է այստեղ ամեն մեկը այդ դրա մեջ լինեք, ծառայեք, Աստծո կամքն է յուրաքանչյուրի ծառայությունը, բայց նախ եւ առաջ մինչեւ գործերը սիրտն է Աստված ուզում։ Մինչեւ այն ինչ որ դու պիտի անես կամ անում ես, եթե անում ես, հիմա ժամանակն է որ նայես ինչպես ես անում։ Ժամանակն է որ սիրտդ ուղղես, ժամանակն է սիրտդ նվիրես, ժամանակն է որ վարվես Քրիստոսի պես։ Կարողանաս մեկը լինես, որ երբ որ մեղավորը կգա այստեղ, ընդունես իրան, սիրես իրան։ Ես չեմ ասում ընդունես իր մեղքերը։ Չէ։ Չեմ ասում խրախուսես, ապրես որ այս բաները, չէ։ Կարող է մեկը մտնի այս քաղաք, որ բոլորս ճանաչում ենք ինչ որ մի հատ, չէ։ Բայց մարդը եկել է դեպի որ փրկվի, փոխվի։ Արդյոք մենք կարանք ասենք, այո, փառք Աստծուն քեզ համար որ եկել ես։ Արդյոք մենք կարող ենք վարվել Քրիստոսի պես։ Չէ որ բերեցին մի անգամ էլ բոլորը ու նետեցին Հիսուսի առաջ ասեցին դե ասա, հայտնապես բռնացրել ենք այս մեկին, ասա ինչ անեմ։ Ասեց ով է մեղք, ով է անմեղ, առաջինը թող նախ քարկցի։ Ու ոչ ոք չկարողացավ, ոչ ոք քարնետել։ Ժողովուրդ եկեք եկեղեցին մի վայր է, որ մենք պետք է կենտրոն, երբ որ դու գալիս ես եկեղեցի, դու մի նայի ուրիշներին, դու նայի քեզ։ Ծառայողեն մարդն է, որ իր հարաբերությունը Աստծո հետ ինքը նայում է Տիրոջի երկնքին, շտկվում է եւ արդեն այդ վիճակից, Տիրոջից ազդված վիճակից սկսում է ծառայել մարդկանց։ Մինչև Տիրոջից ազդեցությունը չլինի, մենք չենք կարող ծառայենք ճիշտ մարդկանց։ Կարանք մի բան անենք, բայց այն Տիրոջ առաջ
ընդունելի չի ծառայության։ Սիրելի եկեղեցի, դու կանչված ես Տիրոջ որակը բերես այս աշխարհի մեջ։ Քրիստոնյան դա նշանակում է Տիրոջ ներկայացուցիչ։ Քրիստոնյա դա նշանակում է Տիրոջը ներկայացնել։ Տիրոջը ներկայացնել։ Ոչ թե մենք ներկայանանք։ Ուրեմն քրիստոնյան ես եւ դու ենք, եւ մենք կանչված ենք Տիրոջը ներկայացնել։ Ինչպես կվարվեր Հիսուսը։ Ինչպես կաներ Հիսուսը։ Կարողացի սիրտդ պահես ամեն մի դժվար ժամանակներում։ Սրտի պատասխանատուն դու ես։ Քո սրտի պատասխանատուն դու ես։ Դու ես որոշում այդ սրտի մեջ ինչ ընդունես։ Վիրավորանք թե ինչ, դա դու ես բացում, դու ես որոշում։ Բայց վիրավորեցին։ Լսի, մեռած մարդը չի վիրավորվում։ Մենք մեռած ենք։ Այո, նենց չի, որ այդ զգացումը խփում է, հասկանում ենք, բայց մենք միշտ նայելով խաչին հասկանում ենք, մենք մեռանք իր հետ։ Նորից մեռնում ենք։ Խփեցին մեռի մի հատ է մեռի, ինչ է։ Բայց ուզում եմ ասել մեռած մարդու համար հարությունը միշտ կա, որտեղ Քրիստոս հարություն արավ։ Մեզ էլ իր հետ հարություն տվեց, որ մենք ապրենք նրա համար։ Եկեք հարության զորության մեջ ծառայենք։ Բայց եթե ուզում ես հարության զորությունը գործի, այդ մեռած վիճակը պիտի լինի, որ հարության զորությունը լինի։ Եթե դու ասում ես, վայ, այդ մեռնելը ո՞նց է, ասեմ Հիսուսն ասեց ընդհանրապես բոլորին։ Եթե մեկը կամենում է ինձ հետևի, թող ուրանա իր անձը, վերցնի իր խաչը։ Ամեն օր, հիշում եք մի օր քարոզում էի, ամեն օր թե օրը մեջ։ Օրը մեջ չէ, ամեն օր։ Ուրեմն ամեն օր մեռնելու տեղ կա։ Ամեն օր։ Բայց ամեն օր հարության առնելու տեղ կա։ Իսկ այդ զորությունը ամեն օր հարության զորությունը։ Երբ որ մեռնում ենք, այդ զորությունն էլ մեզ կենթանացնում է, այդ զորությունն էլ մեզ տանում է այդ գործերը անելու հարության զորությունը։ Ամեն։ Ով է հիշում այն տեղը, որ ասում է, երբ որ Հիսուսը մահացավ, գերեզմաները բացվեց, մեռելներ հարություն առան։ Չէ՞։ Պատկերացնում եք։ Գիտեք Երուսաղեմը ինչքան տեղ էր այդ ժամանակ։ Մի կիլովականի կեսի չափ։ Պատկերացնում եք մոտը պատմիչներով բան են, մոտավորապես 500 մարդ հարություն առել։ Ու պատկերացնում եք կիլովականի կեսի չափ մեռել, ինչ իմանաս որ վախտեր մեռած։ Մի տարի առաջվա բան չէ, մեռեն ու գնան իրանց տներ։ Ու իրանք ասեն Հիսուսն ինձ հարություն տվեց։ Ու պատկերացնում եք ինչ բում է եղել հարության ժամանակ։ Քրիստոսի։ Դղրդացել է քաղաքը։ Դղրդացել։ Պատկերացնում եք եկեղեցին ինչի մեջ է կանչված։ Հարության զորությամբ ծառայելու։ Դղրդացրի ես կա։ Ոչ թե մեռելների նկատի եմ գնանք, չէ, հիմա որտե թաղում է, էդի չէ։ Ծառայության բերումով դղրդացնել քաղաքը։ Դղրդացնել, որ Տիրոջ անունը փառավորվի։ Հարության զորությունը մեր մեջ է։ Սիրելի եկեղեցի։ Եղիր մեկը, որ Քրիստոսը կնայի ու կասի հաճեցի իրեն։ Հաճությամբ եմ ես, դա հաճելի է իմ աչքի առաջ։ Իր ծառայությունն էլ է հաճելի իմ աչքի առաջ։ Առանց հավատքի անկարելի Աստծուն հաճո լինել, բայց Աստծուն ծառայության մեջ էլ հաճությամբ ծառայենք Տիրոջը։ Մաղաքիայի մեջ ասում է. «Եվ կերևա հավատացյալի ու անհավատի տարբերությունը, եւ կերևա Աստծուն ծառայություն անողի եւ չանողի տարբերությունը»։ Կերևա։ Կերևա էդի ոչ թե ինչը, այլ ինչպես է։ Երբ որ Աստված ասում է ինձ ծառայում, այդ ինչպես-ն է։ Ինչպես ես ծառայում։ Որտեղ բոլորն էլ ինչ կա, ինչ կարան անեն։ Այդ ինչպես։ Այսօր այդ մասին էի խոսում։ Ամեն։